Մի խոսք, որ կուզեմ ձեզ հետ բաժնեկցել, մի կարճ Սաղմոսա, մի հրաշալի հատված Աստծո խոսքի մեջ, Սաղմոսների գրքի մեջ, որը շատ անգամներ գուցե կարդացել ենք, շատ անգամներ մեր տարբեր իրավիճակների մեջ մենք էլ հռչակել ենք պատգամներում, աղոթքներում, բայց կուզեմ այսօր նայենք այս խոսքերին, մեկ առ մեկ այս խոսքերի արժեքները, այս խոսքերի նպատակները իրար հետ քննելով, իրար հետ ուսումնասիրելով։ Սաղմոս 121-ը հրաշալի պատգամա, հրաշալի խոսքա, հրաշալի դավանությունա, հռչակումա, որ Սաղմոսերկում բարձրացնում է, եւ այս Սաղմոսը աստիճանների երգ է կոչվում։ Ես մի քանի անգամներ պատգամներում ասել եմ, որ աստիճանների երգը ինչ է նշանակում, այսօր դրան չեմ անդրադառնա, բայց դու քո կյանքի մեջ ունես տարբեր աստիճաններ։ Մենք ամեն մեկս մեր կյանքում, մեր առօրյայի մեջ ամեն օր մի աստիճան քայլ ենք դնում, մի աստիճան բարձրանում ենք։ Եվ Սաղմոսների մեջ այս աստիճանների Սաղմոսները երբ որ ասվում էր, նրանք ամեն մեկ այդ աստիճանը բարձրանալով այս Սաղմոսներից մեկը հռչակում էին։ Եվ կուզեմ դու այսօր քո կյանքի այս աստիճանի վրա, ինչպիսին որ կաս, ինչ աստիճանի վրա որ կանգնած ես, այսօր դավանես այս Սաղմոսը եւ հետևյալն ասում Սաղմոս 2-ն ասում է. ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքը եւ երկիրը։ Նա չի թողի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու եւ չի քնելու։ Տերը քո պահապանն է։ Տերը քեզ հովանի է քո աշձեռքի մոտ։ Ցերեկը արեգակը չի զարկելու քեզ եւ ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը, Տերը պիտի պահպանի քո դուրս գալը եւ մտնելը այսուհետև մինչեւ հավիտյան։ Հրաշալի դավանանք է, որ Սաղմոս 2-ում բարձրացնում է իր կյանքի այդ փուլի մեջ կանգնած եւ հռչակում է, որ ես նայում եմ սարերին եւ սպասում, թե որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Գիտեք, երբ որ նայում ենք այս առաջի խոսքը, ես ամեն խոսքի վրա մի փոքր կանրադառնամ, կկանգնեմ եւ կփորձեմ մեկնաբանել այն ինչ որ Սուրբ Հոգին բացել է եւ այն ինչ որ իմ ուսումնասիրություններից դուրս եմ գրել եւ երբ որ նայում ենք առաջի խոսքը, առաջի բանն ասում է ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը։ Երկու վարկած կա այս խոսքի մեջ, որ առաջինը սա է, որ Սաղմոսի հեղինակը հռչակում է, որ ես իմ աչքերը բարձրացնում եմ սարերին նայելու եւ այս վարկածի մեջ հետեւյալն են մեկնաբանում մեկնիշները, որ այն ժամանակ հովիտներում, դաշտերում ապրելը դժվար էր եւ շատ անգամներ հովիտների մեջ հարձակման էին մարդիկ ենթարկվում եւ նրանք ովքեր որ կարողանում էին բարձր սարեր փախնեն, նրանք ազատվում էին այդ հարձակումներից եւ դժվարություններից։ Եւ երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, Ղովտի կյանքի մեջ էլ մի իրավիճակ եկավ, երբ որ Աստված ասեց ես պիտի այս հովիտների, այս դաշտերի քաղաքը պղծությունը ավիրեմ եւ Աստված Ղովտին ասեց դաշտում չկանգնես, փախիր սարը, բարձացիր սարը եւ Ղովտը պետքա բարձրանար սարը Աստծո ներկայության մեջ, բարձրությունը որտեղ նա ապաստան կգտներ։ Եվ մեկ ուրիշ վարկածը, որ այս խոսքի համար ասում են, որ թեև Աստծո խոսքի մեջ Աստվածաշնչի այս թարգմանության մեջ նշված չի այդպիսին կետադրական նշանը, առաջի խոսքն էլ է հարցականով եւ շատ մեկնիչներ ասում են, որ Սաղմոս 2-ն անգամ այս առաջի խոսքը հարցականով է շեշտադրում, ասում է ես արդյոք նայում եմ այդ սարերին, ես արդյոք իմ հայացքը բարձրացնում եմ այդ բարձր ապաստաններին, թե ոչ, ես արդյոք դրանց եմ հույսս դնում, թե ոչ։ Եվ եթե նայենք, մենք էլ մեր կյանքերի մեջ տարբեր դժվարություններ ունենք եւ մենք էլ շատ անգամներ հարց ենք տալիս արդյոք մեր աչքերը բարձրացնենք որևիցե մի բարձունքների, որևիցե մի հնարավորությունների, որևիցե մի մարդու, որևիցե մի աշխատանքի, ինչ որ այլ նյութական եւ ֆիզիկական բաների, թե ինչպես անենք եւ որտեղից գտնենք մեր օգնությունը։ Եվ Սաղմոսի շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ այս անձնավորությունն ասում է, որտեղից կգա իմ օգնությունը։ Ես իմ աչքերը հառում եմ, բարձրացնում եմ, արդյոք ես պետք է այդպես անեմ, թե ոչ, եւ նա փնտրտուք ուներ, փնտրում էր, օգնության կարիք ուներ եւ ասում էր, որտեղից պիտի գա այդ օգնությունը։ Գիտեք, մենք մեր կյանքի մեջ կարիք ունենք օգնության։ Շատ անգամներ մենք կարիք ունենք օգնության եւ դա շատ կարեւոր հարց է, երբ որ մենք տալիս ենք մեր կյանքում որտեղից է մեր օգնությունը։ Ինչի համար, որովհետեւ
Ես այդ օգնության կարիքն ունեմ իմ կյանքի տարբեր ոլորտների մեջ, իմ կյանքի տարբեր իրավիճակների մեջ, եւ ինչու եմ ես այս հարցը տալիս, երկրորդ պատճառը սա է, որ շատ անգամներ մենք այդ օգնությունը սпасելով այս մեկից, այն մեկից, այս իրողությունից, այն իրողությունից չենք ստանում այդ օգնությունը։ Ինչի համար, որովհետեւ նյութականը, ֆիզիկականը ամեն բան վաղանցիկ է, ժամանակավոր է, մարդը անկարող է եւ մարդը լիակատար չի, նա չի կարող վերջնական եւ ամբողջական քեզ օգնություն ցուցաբերել։ Եվ դրա համար մենք ունենք կարիք գտնելու այն իրական օգնությունը, որ մեզ կբավարարի եւ կլիացնի մեր կյանք, ամեն։ Եվ Սաղմոսի հեղինակը շարունակության մեջ տալիս է այս հարցի պատասխանը։ Նա հարցնում է. արդյոք ես նայեմ սարերին, արդյոք իմ աչքերը հարված է սարերին, արդյոք ես նայում եմ այն մեկին, ով կօգնի ինձ, թե ոչ, եւ որտեղից պիտի գա իմ օգնությունը, եւ երկրորդ խոսքի մեջ Սաղմոս 2-ն ասում է. իմ օգնությունը Տիրոջից է։ Իմ օգնությունը Տիրոջից է։ Եթե ես իմ աչքերը հառել եմ սարերին, եթե ես իմ աչքերը հառել եմ ծառայողներին, եթե ես իմ աչքերը հառել եմ մարդկանց, եթե ես իմ աչքերը հառել եմ ֆինանսական կարողություններին եւ բարեկամներին, ուրիշ բաներին, միգուցե ձախողվեմ, բայց երբ որ ես իմ հայացքը բարձրացնում եմ դեպի երկինք, դեպի Տերը, այդտեղ ձախողում չկա։ Նա կարող է ամեն բան, որովհետև Սաղմոսի հեղինակը ասում է. ես իմ աչքերը բարձրացնում եմ Տիրոջը, որ Տիրոջը, ով երկինքը եւ երկիրն է արարել։ Ես ոչ միայն իմ աչքերը բարձրացնում եմ երկինք, որտեղ նա է, այլ բարձրացնում եմ նրան, ով այդ երկինքը հաստատել է, ով այս երկիրը հաստատել է, ով իմ շուրջը դրել է եկեղեցին, ով իմ շուրջը դրել է մարդիկ, ովքեր որ կարող են ինձ օգնել։ Այո, գիտես, երբ որ դու քո հույսը դնում ես մարդուն, դու կարող ես ձախողվել, բայց երբ որ դու քո հույսը դնում ես Աստծու վրա, ամենակարող արարիչ Աստծու վրա, նա կարող է այո բարձրացնել քո կողքին մարդիկ, ովքեր որ կարող են նրա զորությամբ քեզ օգտակար լինել։ Բայց երբ որ մարդն իր կարողությամբ, իր ուժերով դու որոշես նրան քեզ համար օգնական դնել, դու կձախողվես, դու կտապալվես, դու կսայթակես, բայց երբ որ Աստված է քո կողքին մարդիկ բարձրացնում իր զորությունը հագցրած նրանք քեզ կարող են ճիշտ խորհուրդներ տալ, նրանք կարող են աղոթքով քեզ բարձրացնել եւ զորացնել, որովհետեւ դու նայել ես Տիրոջը։ Որովհետև նա է արարել, նրա զորությունն է եկել այդ մարդու մեջ, նրա զորությունն է եկել եկեղեցու մեջ, նրա օրհնությունն է եկել այդ տարբեր իրավիճակների մեջ, որովհետև դու նայել ես Տիրոջը։ Ամեն։ Երրորդ խոսքը ասում է. նա չի թողնի, որ քո ոտքը սահի եւ քո պահապանը չի քնելու։ Տերը հոգատանում մեզ համար ամեն ժամանակ, ամեն։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի։ Նա միշտ կանգնած է քո կողքին։ Եվ անգամ եթե մտածում ես կան իրավիճակներ, որ քեզ փորձում են վայր գցել, եթե Աստված չկամենա, եթե Աստված թույլ չտա, որևիցե բան չի կարող քեզ սասանել։ Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթի մեջ 8-րդ գլուխ 31 խոսք, այո, ասում է. եթե Աստված իմ կողքն է, եթե Աստված մեր կողմից է, եթե Աստված է մեր կողմից գործողը, ոչ մի բան չի կարող մեզ հակառակվել։ Եթե Աստված քո կողքին է, եթե Աստված քո պահապանն է, որևիցե մեկը եւ ոչ մի բան չի կարող քո ընթացքը խափանել։ Ոչ մի բան, անգամ եթե փորձի քեզ ոտք գցել, քո ընթացքի մեջ փորձի քեզ սասանել, Աստված պիտի քեզ պաշտպանի եւ թույլ չի տալու, որ քո ոտքը սահի եւ դու ընկնես քո ճանապարհին, որովհետեւ դու հուսացել ես Տիրոջը։ Եվ շարունակությունն ասում է. քո պահապանը չի քնելու։ Քո Աստվածը չի քնում։ Նա քուն եւ դադար չունի, նա ամեն ժամանակ մտածում է քո մասին, նա ամեն ժամանակ հոգատանում, նա նայում է քո ամեն մի ընթացքին, քո ամեն օրին, նա տեղյակ է քո ամեն ինչի մասին։ Եվ գիտի թե այս պահին եւ այն պահին դու ինչի կարիք ունես, որովհետեւ նա չի քնել, որովհետեւ դու նրա ուշադրությունից դուրս չես եկել։ Ամեն։
Եթե սիրելիս ինչ որտեղ մտածել ես, որ գուցե Աստված քնած է քո այս իրավիճակի մեջ, որովհետև դու դժվարությունով ես անցնում, դու խնդիրներ ունես քո կյանքի մեջ, ուզում եմ քեզ մի բան վստահեցնել, սա սատանայի սուտն է։ Սատանան փորձում այսօր քեզ համոզել, որ քո Աստվածը քնած է քո կյանքի մեջ, որովհետև դու այս իրավիճակի մեջ ես, բայց դա սատանայի սուտն է, ու եթե դու այդ սուտը ընդունել ես, դա նաև քո մոլորությունն է, որովհետև դու մոլորվել ես ճշմարիտ ճանապարհից, դու դուրս ես եկել ճշմարիտ ճանապարհից եւ հավատացել ես, որ քո Աստվածը քնած է, որ քո Աստվածը չի գործում քո կյանքի մեջ այս իրավիճակի մեջ, բայց ուզում եմ քեզ վստահեցնել, նա գործում է, նա ամեն ժամանակ հոգատանում քո մասին։ Եսայա 27:3 խոսքի մեջ Աստված հռչակում ասում է. Ես Տերս եմ, նրա պահապանը, գիշեր եւ ցերեկ ես պահպանում եմ նրան։ Տերը ինքը անձամբ հռչակում է, որ ես Աստվածս, ես Տերս քո պահապանն եմ, եւ շարունակում եւ ասում է. եւ գիշերը եւ ցերեկը ես պահապանում եմ քեզ, ես պահում եմ քո ամեն ընթացքը եւ նա թույլ չի տալիս, որ դու ընկնես։ 4-րդ խոսքը ասում է. ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջի եւ չի քնի։ Եթե երրորդ խոսքի մեջ ուշադրություն ենք դարձնում, այստեղ խոսում է Եզակի դեմքով եւ անհատական մարդուն, Աստված ասում է, որ ես անհատի Աստվածն եմ, ես անհատի պահապանն եմ, բայց 4-րդ խոսքի մեջ Աստծո խոսքը շեշտում է, որ նա Իսրայելի պահապանն է։ Ինչպես նա անհատի պահապանն է, որովհետև եկեղեցին կազմված է անհատներից, Աստծո ժողովուրդը կազմված է ամեն մի անհատից, այնպես էլ Աստծո խոսքն ասում է, ես ոչ միայն անհատի պահապանն եմ եւ նրա հովանավորը, այլ ես իմ ամբողջ ժողովրդի պահապանն եմ։ Եվ նա կոչվում է Իսրայելի պահապան։ Աստծո խոսքի մեջ շատ անգամներ տեսնում ենք, Աստված հռչակվում է, դավանվում է եւ անվանվում է որպես Իսրայելի պահապան, Իսրայելի Աստված։ Եվ մենք այսօր նրա Իսրայելն ենք, եւ մենք այսօր նրա ժողովուրդն ենք, նրա ժողովրդի մի մասն ենք, եւ նա մեր պահապանն է։ Ամեն։ Ինչպես նա իմ պահապանն է, քո պահապանն է, նա մեր ամբողջի, մեր ամբողջի, մեր ամեն մեկիս պահապանն է միասնական, եւ Աստծո խոսքն ասում է, որ նա չի ննջելու։ Ինչպես առաջի խոսքի մեջ ասեց, որ քո պահապանը չի քնելու, այնպես էլ եկեղեցու պահապանը չի քնելու, որովհետեւ Աստծո խոսքը մեկ ուրիշ Սաղմոսի մեջ ասում է, եթե պահապանները, ով որ պահպանություն անում, արթուն մնան, բայց Աստված չպահի զուր այդ պահպանությունը, որովհետև Աստվածը որ հավիտենական պաշտպան է եւ նա իր եկեղեցու, իր ժողովրդի, իր համայնքի համար մշտապես արթուն վիճակում է եւ նա երբեք չի հոգնում, երբեք չի ննջում, երբեք չի դադարում պահպանություն անելուց մեր ամեն մեկի համար։ 5-րդ խոսքը կարդանք եւ առաջ շարժվենք։ Ասում է. Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Տերը քո պահապանն է։ Շատ այս Սաղմոսի մեջ մի քանի անգամներ մենք Տեր անունը եւ պահապան անունը հայտնաբերում ենք, կարդում ենք։ Տերը եւ այդ Տերը պահապան է։ Այդ Տերը հոգացող է, այդ Տերը քո կարիքները հոգացող Աստվածն է։ Եվ այստեղ ասում է Տերը քո պահապանն է։ Ոչ թե հրեշտակները, ոչ թե մարդիկ, այլ անձամբ Աստված։ Անձամբ ամենակարող Աստվածը քո պահապանն է։ Նա է քո թիկնազորը, նա է քո արջևից գնացողը եւ քո հետևից քեզ պաշտպանողը։ Եվ եթե կարդանք, կտեսնենք, որ Աստծո խոսքը երկրորդ օրինաց 32:10 խոսքի մեջ ինչպիսի պաշտպանություն ասում, նա պահում է Իսրայելին, իր ժողովրդին, իր աչքի բիբի պես։ Դու նրա սեփականությունն ես, դու նրա անձն ես, դու նրա աչքի բիբն ես, որը նրա համար շատ կարևոր է եւ նա թույլ չի տա։ Ինչպես որ մեզանից որևիցե մեկը թույլ չի տա, որ ինչ որ մեկը մեր աչքի բիբին կպնի, այնպես էլ Աստված իր աչքի բիբի պես ամեն մեկիս պաշտպանում է եւ թույլ չի տալիս որևիցե բան մեզ մոտենա։ Եվ դրա համար Աստծո խոսքն ասում է, նա այս
բանը ծառայությունը ստանձնել է իր վրա։ Նա քո պաշտպանությունը ուրիշ ոչ մեկի չի վստահում։ Նա է կազմակերպում քո պաշտպանությունը։ Թեև հրեշտակներին հրաման արձակում, որ քո կյանքին հետևեն, քեզ պահեն տարբեր իրավիճակների մեջ, քո դժվարություններից քեզ հանեն, բայց նախաձեռնողը Աստված է։ Հրեշտակն ինքնակամ որոշում չի կայացնում գա եւ ինձ պաշտպանի, եթե Աստծուց հրաման չունի։ Եթե ամենակարող Աստվածը իմ պահապանը չի արձակել այդ հրամանը, որ իմ որդուն պաշտպանի այս իրավիճակի մեջ, եւ վստահ եմ դու նրա համար կարևոր անձ ես, դու նրա համար կարևոր մարդ ես, դու նրա աչքի բիբն ես եւ նա ամեն օր այդ հրամանն արձակում է պաշտպանություն քո կյանքի վրա եւ նա խոստացել է քեզ պաշտպանելու եւ մեզ ինձ եւ քեզ մնում է ամեն օր ամեն ժամանակ այդ խոստացված պաշտպանությունը խնդրել Տիրոջից Տեր պահիր ինձ Տեր պահիր ինձ դու պահիր ինձ ես կամենում եմ որ դու պահես ինձ որովհետեւ կատարյալ եւ միակ պաշտպանությունը հենց քո մոտ է Եվ մենք հռչակում ենք մեր ընտանիքների համար, Տեր, դու պահիր մեր ընտանիքները։ Եվ մենք հռչակում ենք, Տեր, դու պահիր մեր երկիրը։ Ամեն։ Մենք վստահում ենք մեր պաշտպանությունը մեր Տիրոջը։ Մենք վստահում ենք մեր երկրի պաշտպանությունը մեր Տիրոջը, որովհետև եթե Տերը պաշտպանեց, որևիցե բան չի կարող այդ պաշտպանությունը ճեղքել։ Նա ամենակարող Աստված է։ Եվ շարունակությունն ասում է, նա հովանի է քո աջ կողքին։ Տերը իմ եւ քո ծածկոցն է։ Սաղմոս 91 առաջի խոսքն ասում է, բարձրյալի ծածկոցի տակ լինողը ամենակարողի շուքի տակ հանգստություն է գտնում։ Ամեն։ Երբ որ ես եւ դու մտնում ենք այդ պաշտպանության տակ, այդ հովանու տակ, այդ ծածկոցի տակ, մենք նրա ծածկոցի տակ, նրա հովանու տակ հանգստություն ենք գտնում։ Մենք նրա ներկայության մեջ խաղաղություն ենք վայելում։ Եվ 7-րդ խոսքը նույն Սաղմոսի ասում է, թեև հազարները քո ձախ կողմից ընկնեն եւ բյուրավորները 10,000-ավորները քո աջ կողմից, որովհետեւ աղետներ, արհավիրքներ եւ տարբեր ժանտամահեր է հասնում, բայց այդ ամենից որևիցե մի բան քեզ չի կպնելու, որովհետեւ դու նրա ծածկոցի տակ ես, որովհետև Տերը քո աջ կողմից քեզ ծածկել է, քեզ հովանի է եղել, ինչպես Աստծո խոսքը, եթե չեմ սխալվում, Եսայա մարգարեության մեջ ասում է, ինչպես թուղթն է իր ձագերին իր թևերի տակ առնում, այնպես էլ Աստված իր զավակներին։ Այսօր Աստված թղթի նման իր զավակներին առնում է իր թևերի տակ, իր զորավոր բազուկների տակ եւ որևիցե բան չի կարող քեզ վնասել, որովհետեւ դու նրա հովանու տակ ես։ Եվ շարունակության խոսքը, երբ որ կարդում ենք 6-րդ խոսքը, ասում է. ցերեկը արեգակը չի զարկելու քեզ եւ լուսինը գիշերը։ Եթե ուշադիր լինենք, մեր ամբողջ օրը բաժանված է ցերեկվա եւ գիշերվա։ Եվ մեր կյանքում պատահող ամեն դժվարությունները, խոչընդոտները, խնդիրները բաժանվում են արեգակի տակ լինող խնդիրների եւ լուսնի տակ լինող խնդիրների։ Բայց Աստծո խոսքը Սաղմոս 2-ի շուրթերով հռչակում է, որ ոչ ցերեկը արևը պիտի քեզ զարկի, ոչ էլ գիշերը լուսինը։ Որովհետև Աստված ինքը արդարության արեգակն է եւ նա մեր գիշերների մեջ, մեր խավարների մեջ, մեր ճանապարհների մեջ մեր լույսն է։ Ամեն։ Աստծո խոսքը Սաղմոսի մեջ ասում է Տիրոջ խոսքը իմ ճանապարհներին լույս է տալիս։ Եփեսացիների թղթի մեջ Պողոս առաքյալը 5-րդ գլխի մեջ Եփեսացիների թղթի, եթե չեմ սխալվում 14 կամ 17 խոսքն ասում է Քրիստոսը քեզ պիտի լուսավորի։ Աստված ինքը քո կյանքի մեջ որպես լույս գալիս է եւ թույլ չի տալիս ուրիշ լույսեր քո կյանքի մեջ խոչընդոտներ եւ խնդիրներ առաջացնեն։ Գիշերվա խավարը, գիշերվա լուսնի հարվածը թույլ չի տալիս քո կյանքի մեջ գա։ Արեգակի անճառագայթները թույլ չի տալիս քո կյանքի մեջ խնդիրներ բերեն, որովհետեւ նա արդարության արեգակն է եւ նա այդ արեգակը ստեղծել է քո կյանքի մեջ օրհնություն բերելու եւ գիշերը լուսինը քո կյանքի մեջ լուսավորելու համար։ Ամեն։ Եվ ամեն ժամանակ Աստված քո կյանքից ցրում է,
այս խնդիրները, որովհետև նա ծածկել է քեզ։ Նա հովանի է արել քեզ իր ձեռքերի տակ։ 7-րդ խոսքը ասում է. Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը։ Ես արդեն ասեցի, որ պահել բառը այս Սաղմոսի մեջ շատ է օգտագործվում։ Եվ երբ որ ասում է առաջի խոսքը հենց սա է ասում. Տերը պիտի պահի քեզ։ Տերը պիտի պահի քեզ։ Սիրելիս, ուզում եմ այս խոսքին շատ ուշադիր լինես, որ քեզ պահողը Տերն է։ Ես չեմ, Կարեն եղբայրը չի, ոչ էլ ուրիշ հովիվ, ոչ ուրիշ ծառայող, ոչ շատ ունեցվածք ունեցող հարուստ քո բարեկամ ընկերը, ոչ մեկ չի կարող քեզ սպահել, որովհետև նրանք ժամանակավոր են։ Ամեն մեկս ժամանակավոր ենք, բայց Տերը հավիտենական է։ Եվ Աստծո խոսքն ասում է, Տերը պիտի պահի ում քեզ։ Տերը պիտի պահի ինձ։ Ես չգիտեմ, Կարեն եղբայրը, Հովանեսը ունի այդ պաշտպանությունը թե ոչ, արդյոք այդ պաշտպանության տակ է թե ոչ, բայց ես գիտեմ, Տերը ինձ պահում է։ Տերը ինձ պահելու է, որովհետև նա անձամբ ինձ խոստացել է։ Եվ եթե ես հավատամ այդ խոստմանը, եւ եթե ես գնամ նրա հովանու տակ, եթե ես մտնեմ նրա ծածկոցի տակ, ես պիտի պաշտպանված լինեմ, որովհետև նա խոստացել է, որովհետև նա երկինք եւ երկիր արարող Աստվածն է, եւ նա կարող է ինձ պաշտպանել։ Եվ շարունակությունն ասում է ամեն չարից։ Ասա ամեն չարից։ Հռչակիր, որ նա ամեն չարից, ամեն արհավիրքից, ամեն դժվարությունից, ամեն դժբախտությունից, ամեն խոչընդոտ, որ կարող է գալ քո կյանքի մեջ, փորձել մուտք գործել քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ, քո սերունդների շարունակության մեջ, Տերը կարող է պահել քեզ ամեն չարից։ Նա խոստացել է քեզ ամեն չարիքից պահել։ Դա կլինի գիշերը թե ցերեկը, նա խոստացել է քեզ պահել այդ ամենից։ Եվ շարունակությունը հետևյալն ասում. նա պիտի պահի քո անձը։ Նրանք, ովքեր որ մեր սեմինարներին ներկա եղել են, կհիշեն, որ Աստծո խոսքի մեջ անձը ասելով շատ անգամներ ի նկատի չունի մեր ֆիզիկական մարմինը, այլ ավելի շատ խոսում է մեր ներսի մարդու, մեր հոգու մասին, որը ամենակարևորն է Աստծո առաջ, որովհետև Աստված մեզ հոգի տվեց, որովհետև Աստված հոգի է եւ մենք նրա հետ հոգով ենք հաղորդակցվում եւ շփվում։ Եվ Աստծո խոսքը Մատթեոս ավետարանի մեջ ասում է. մի վախեցեք այն ամենից, ովքեր որ ձեր մարմնին կարող են վնասել, բայց ձեր հոգուն չեն կարող կպնել, այլ վախեցեք նրանից, ով իշխանություն ունի եւ մարմնի վրա եւ հոգու վրա, եւ դա միայն Տերն է։ Եվ մենք կարիք ունենք այդ հոգու պաշտպանությանը, դրա համար ասում ենք Տեր, դու ես մեր հոգու Տերը։ Դու ես իմ անձը, իմ հոգին պահողը, եւ ես իմ հոգին քո առաջ եմ բերում։ Երբ որ Հիսուսը խաչի վրա իր կյանքի վերջի վայրկյաններն էր ապրում այս աշխարհի վրա, երկրի վրա որպես մարդ, նա հռչակեց. Հայր, իմ հոգին հանձնում եմ քեզ։ Իմ հոգին բերում եմ քո առաջ, որովհետև դու ես հոգու Տերը։ Եվ Աստված պահում է մեր հոգիները։ Մեկ ուրիշ հատվածի մեջ, Աստծո խոսքի մեջ, երբ որ կարդում ենք Պետրոս առաքյալը առաջի Պետրոս 2-րդ գլխի 25 համարում Աստծուն հռչակում է որպես հոգիների հովիվ եւ տեսուչ։ Եբրայեցիների թղթի մեջ 12-րդ գլխի 9-րդ խոսքում Եբրայեցիսի հեղինակը ասում է հոգիների հայրը։ Աստված իմ եւ քո հոգու հայրն է եւ նա գիտի իմ եւ քո հոգին մեր անձը պաշտպանել եւ պահել ամեն չարիքից։ Ոչ միայն ինչ որ բաներից, այլ ամեն ինչից, ինչը որ կարող է մեզ վնաս պատճառել, ինչը որ կարող է մոտենալ մեր հոգուն եւ կորստյան պատճառ դարձնել։ Աստված Տերը գիտի պաշտպանել այդ ամենից մեզ։ Ամեն։ Եվ վերջի խոսքը Սաղմոս 2-ն հռչակում է 8-րդ խոսքը ասում է. Տերը կպահպանի քո դուրս գալը եւ քո մտնելը այսուհետև մինչև հավիտյան։ Տերը կպահպանի քո դուրս գալը եւ մտնելը։
Եվ այստեղ նորից շեշտվում է այն անձը, այն միակը, ով կարող է սա անել, Տերը։ Եվ Տերը ինչ անում, Տերը պաշտպանում է մեզ։ Այն խոսքը, որը նորից կրկնվում է այս Սաղմոսի մեջ, Տերը պահապանն է, Տերը պաշտպանն է։ Եվ նա ասում է, անգամ եթե դու իմ ներկայությունից ինչ որ պատճառով, ինչ որ իրավիճակում դուրս մնաս, դուրս գաս եւ դու խոցելի լինես թշնամու կողմից եւ քո թույլ կողմերով շրջված լինես դեպի քո խոցելի կողմերով, բաց դռներով շրջված լինես դեպի թշնամին, որտեղից նա կարող է քեզ խոցել, Աստված քեզ կպաշտպանի այդ իրավիճակի մեջ։ Երբ որ դու մտնես նրա ներկայության մեջ, առավել եւս նա կպաշտպանի քո կյանքը, քո խնդիրներից քեզ կազատի եւ դու ազատված ու փրկված կլինես։ Քո ներս մտնելը եւ դուրս գալը Աստծո ուշադրության կենտրոնում է։ Նա երբեք չի ասում, այս մեկը իմ ներկայությունից մի փոքր շեղվեց, հեչելիս թե թող գնա։ Տերը միշտ փնտրում է։ Աստծո խոսքը Հիսուսը մի առակ պատմեց, մի պատմություն ասեց այն հովի համասին, ով ամբողջ 99-ին թողեց եւ գնաց այն մեկ կորսվածի, այն մեկ շեղվածի հետևից, որպիսի նրան փրկի եւ բերի։ Սա այն օրինակն է, այն ապացույցն է, որ Տերը անգամ եթե դու դուրս ես եկել, ոտքերը դուրս են, դեպի դուրս են շարժվել, նա հետաքրքրված է քո այդ ճանապարհով, որպիսի նորից հետ բերի իր ներկայության մեջ, որպիսի դու նորից ներս գաս նրա ներկայության մեջ, ինչպես հայրը իր հայացքը հառած ամեն ժամանակ տեսնում էր, նայում էր իր որդու ճանապարհին անառակ որդու առակի մեջ եւ մեկ օր տեսավ, որ իր որդին քայլերն ուղղել է դեպի իր տունը, իր ներկայությունը, նա վազեց գրկաբաց ընդունելու նրան։ Այնպես էլ հայր Աստված ամեն ժամանակ իր հայացքը ուղղած է քո ամեն քայլին եւ տեսնում է, երբ ես դու դուրս գալիս եւ երբ ես դու ներս գալիս, որ երբ որ դու նորից դեպի իրան գաս, ինքը գրկաբաց գա քեզ ընդունելու, քեզ վերցնելու իր ներկայության մեջ, քեզ նորից պաշտպանելու իր ծածկոցով եւ ասելու դու իմ որդին ես։ Ամեն։ Եվ վերջի խոսքը, որ ասում է Տիրոջ այս պաշտպանությունը ժամանակավոր չի։ Ասում է նա պիտի պաշտպանի քեզ, քո ներս մտնելը եւ դուրս գալը պիտի պաշտպանի հսկի հավիտյանս հավիտենից։ Ինչի համար հավիտյանս հավիտենից, որովհետև ինքը հավիտենական Աստված է։ Ինքը ժամանակավոր Աստված չի, ինքը ժամանակավոր Տեր չի, ինքը ժամանակների մեջ սահմանափակվող Աստված չի, նա հավիտենական է եւ նա ստեղծեց մեզ լինելու այդ հավիտենականության մի մասը, լինելու իր հավիտենական ներկայության մեջ եւ դրա համար նա խոստանում է, որ երբ որ դու կընդունես, որ նա է Տերն է քո պաշտպանը եւ կմտնես նրա ծածկոցի եւ հովանու տակ, դու հավիտյանս հավիտենից պաշտպանված պիտի լինես եւ ոչ մի չարիք քեզ չի կարող մոտենալ։ Գուցե ասես, բա ինչի է այս խնդիրները իմ կյանքի մեջ։ Սիրելի ուրեմն դու նրա ծածկոցից դուրս ես։ Երբ որ մեր կյանքի մեջ ինչ որ խնդիրներ, դժվարություններ գալիս են եւ մենք դա ընդունում ենք եւ տրվում ենք այդ դժվարություններից, մենք դուրս ենք եկել նրա ծածկոցից եւ չենք ընդունել, որ նա կարող է մեզ պաշտպանել այդ իրավիճակից։ Հենց դրա պատճառով էլ այդ դժվարությունները, խնդիրները մեր կյանքում գործում են։ Բայց երբ որ մենք թույլ ենք տալիս Աստված իր գործունեությամբ, իր զորությամբ շարժվի մեր կյանքի մեջ, այն գործունեությունը, որ նա ստանձնել է իր վրա, այդ պաշտպանությունն իրականացնել մեր կյանքերի մեջ, երբեք մեր կյանքի մեջ խնդիրներ չեն լինի։ Դժվարությունները կգան, կկպնեն այդ պատին եւ հետ կդառնան։ Մի պատմություն պատմեմ, վստահ եմ միգուցե շատերը լսել եք այս պատմությունը։ Մի անձնավորություն մեկ օր դուռը թակում են եւ Հիսուսը գալիս է։ Մտնում է նրա տուն, ասում է կարող եմ քո տանը գիշերել, մնամ քո տանը, ասում է այո Հիսուս ջան, արի, այս սենյակը քեզ եմ տալիս, ինչպես ուզում ես վարվիր այդ սենյակի հետ, այն քեզ է պատկանում։ Եվ գիշերվա մի ընթացքի մեջ դուռը թակում են եւ երբ որ բացում է սատանան մտնում է նրա տուն եւ ամենը ավիրում է բացի այն սենյակից, որտեղ որ Հիսուսն էր։
Եվ երբ որ լուսանում է այդ անձնավորությունը Հիսուսին ասում է. «Տեր, չէ որ դու իմ տանն ես, չէ որ ես քեզ այդ սենյակը տվեցի, չէ որ դու այստեղ ես, ինչի սատանան կարողացավ մտնել եւ իմ կյանքի մեջ այս արհավիրքը բերել, այս դժվարությունները բերել, քանդել իմ տունը»։ Հիսուսն ասում է. «Այն սենյակը, որ ինձ տվեցիր, նրա կողքով ոչինչ չի անցել, ես այն պաշտպանել եմ»։ Եվ հաջորդ օրը, երբ որ գալիս է այդ անձնավորությունն ասում է. «Տեր, իմ ամբողջ տունն եմ քեզ տալիս։ Դու որպես այս տանտեր եղիր այս տան մեջ»։ Եվ երբ որ նորից գիշերը դուռը թակում են եւ այս անձնավորությունն ուզում է գնա դուռը բացի, Հիսուսն ասում է. «Ես եմ տանտերը, թույլ տուր ես բացեմ»։ Եվ երբ որ Հիսուսը մոտենում է դռանը եւ բացում է, սատանան տեսնելով Հիսուսին թողնում եւ փախչում է, որովհետեւ այդ տանտերը Հիսուսն էր։ Սիրելիս, իմ եւ քո կյանքի մեջ, երբ որ մենք մեր կյանքը ամբողջությամբ տալիս ենք Տիրոջը եւ ասում ենք. «Տեր, դու ես այս կյանքի Տերը», երբ որ այս կյանքի մեջ ինչ որ մեկը կթակի այս դուռը, դու երբ որ կմոտենա Հիսուսը այդ դուռը բացելու, որևիցե խնդիր, որևիցե դժվարություն չի կարող ներխուժել քո կյանքի մեջ, որովհետև Հիսուսը Տեր է այդտեղ։ Եվ երբ որտեղ նա կա, այդտեղ խաղաղություն է եւ այդտեղ ազատագրություն է։ Որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ խաղաղություն կա։ Ամեն։ Ես այսօր քո կյանքի մեջ հռչակում եմ Տիրոջ հոգու ներկայությունը, Հիսուս Քրիստոսի ներկայությունը եւ Հայր Աստծո զորությունը քո կյանքի մեջ թող կատարվի եւ թող քո աչքերը միշտ հարված լինեն դեպի այն սարերը, որտեղ Աստված է բնակվում, որտեղ նրա ներկայությունն է։ Եվ որպես վերջաբան ուզում եմ այս հարցը դու նորից քո կյանքի մեջ տաս. արդյոք ես բարձրացնում եմ իմ աչքերը սարերին։ Եվ եթե այո, ինչ որտեղ հառում եմ, որն է այդ սարը, որը պետքա լինի այդ սարը, որին մենք պետքա նայենք։ Եվ ուզում եմ մի քանի ուղղորդում տալ քեզ համար թող լինի Աստծո ներկայության սարը Տիրոջ նպատակները։ Այն նպատակները, որ Աստված ունի, թող քո աչքերը հարված լինեն այդ սարերին։ Նրա կատարելությունները, Աստված կատարյալ Աստված է, եւ նրա մեջ անկատար ոչինչ չկա։ Թող քո համար այդ սարը լինի նրա հաստատուն խոստումները։ Տերը ինչ որ խոստանում է, Թվոց գրքի մեջ Աստծո խոսքն ասում է, Աստված մարդ չի, որ սուտ խոսի կամ խափի եւ չկատարի այն ինչ որ ասել է, նա խոստացել է եւ նա պիտի կատարի։ Նա խոստացել է այսօր քո պաշտպանությունը, նա խոստացել է քեզ հավիտենական պաշտպանությունը եւ նա պիտի կատարի, եթե դու նայես այդ խոստմանը։ Եվ նրա անխախտ ուխտերը պիտի լինեն այն սարերը, որ մենք պիտի նայենք։ Աստված ուխտար է իմ եւ քո համար, իմ եւ քո հետ, որ նա կլինի իմ եւ քո Աստվածը։ Եվ նա կանի դա, եւ նրա հավատարմությունը պիտի լինի այն լեռները, այն սարերը, որին մենք պետքա նայենք։ Գիտես, մարդը վաղանցիկ է, ժամանակավոր է, նա կարող է ասել մի բան եւ չանել, ասել մի բան եւ մոռանալ, ինչ որ իրավիճակներ նրան թույլ չտան, շեղեն, որ իր խոստումը կատարի քո առաջ, բայց Աստված երբեք չի մոռանում իր խոստումները։ Աստված երբեք չի մոռանում այն հավատարմությունը, որ նա արել եւ խոստացել է քո համար, եւ նա հավատարիմ Աստված է, հավիտյանս հավիտենից, ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ փառք տանք այն հավատարմության համար, այն խոստումների համար, այն ամեն պաշտպանության համար, որ նա կարող է եւ անել եւ արել է եւ անում է մեր կյանքերի մեջ։ Նա պահել է մեզ անցյալում, պահում է հիմա ներկայում եւ նա պիտի պահի մեզ հավիտյանս հավիտենից։ Շնորհակալ ենք սիրելի Հայր, որ դու կաս մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու խոստացել ես, որ դու խոստացել ես լինել մեր Տերը, մեր պահապանը, մեր ծածկոցը Տեր։ Եվ մենք հավատում ենք քո խոսքին, մենք հավատում ենք քո խոստման ճշմարտությանը եւ քո խոստումների հավատարմությանը Տեր, որովհետեւ դու հավատարիմ Աստված ես եւ դու ճշմարիտ Աստված ես Տեր, եւ դու մեզ նման չես, մարդու նման չես Տեր, որ ինչ որ բան ասես ու մոռանաս կամ չկատարես Տեր, այլ դու հավատարիմ ես քո ամեն խոստումների մեջ։ Եթե դու խոստացել ես օրհնություններ, դու օրհնում ես։ Եթե դու խոստացել ես պաշտպանություն, դու պաշտպանում ես։ Եթե դու խոստացել ես զորություն, դու այն ուղարկում ես։ Դու տալիս ես այդ զորությունը Տեր։
Շնորհակալ ենք քեզանից Տեր, քո խոստումների համար ով Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ դու պաշտպանում ես մեզ գիշերը եւ ցերեկը, որ դու մեր պահապանն ես, որ չես քնում, որ դու երբեք չես ննջում եւ չես մոռանում մեզ հսկելուց, մեզ հովանի լինելուց Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Հայր, որ քո հովանավորչությունը հավիտենական է, որ դու սիրող ծնողի նման մեզ ամեն ժամանակ ընդունում ես, որ մեր դուրս գալն ու ներս մտնելը քո աչքերից չի վրիպում, մեր ամեն քայլերը քեզ համար հատուկ է Տեր, քո առաջ հատուկ է Տեր, եւ դու մեր ամեն շարժումին, ամեն շարժուձևին յուրահատուկ ուշադրություն ես դարձնում Տեր, եւ մեր սխալների մեջ մեզ ուղղորդում ես, մեզ շտկում ես Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից Հայր, դու Տերդ ով Տեր, ամենակարողդ եւ սուրբը, երկինք եւ երկիր ստեղծողը, տիեզերքը իր ամեն հիմունքներով արարողդ եւ հաստատողդ Տեր, դու իմ պաշտպանն ես, դու իմ Տերը եւ իմ պաշտպանն ես, եւ այսօր ես հռչակում եմ դա երկնքում լինողների, երկրում լինողների, երկրի տակ լինողների մեջ ամենքի առաջ ես այսօր հռչակում եւ դավանում եմ Տերը իմ պաշտպանն է, Տերը իմ պաշտպանն է, Տերը ամենակարող է եւ նա իմ պաշտպանն է, Տերը իմ հովանավորն է, նա ինձ հովանի է, նա գիտի իմ ամեն իրավիճակները եւ նա գիտի ինչպես ինձ պաշտպանել, նա գիտի ինչպես ինձ օգնության հասնել, նա գիտի իմ ամեն իրավիճակները եւ նա գիտի որտեղից ինձ օգնություն բարձրացնել եւ նա անձամբ ստանձնել է այս պարտավորությունը իր վրա եւ դու անձամբ Տեր որոշում ես կայացրել իմ պաշտպանությունը վերցնել քո ձեռքերի մեջ Տեր, քո նախաձեռնությամբ Տեր, դու ամեն օր իմ գիշերն ու ցերեկը պաշտպանում ես։ Ինչպես Սաղմոս 2-ն ասում է, ես կքնեմ եւ կարթնանամ, որովհետեւ Տերը իմ պաշտպանն է։ Տեր, ես այսօր հռչակում եւ դավանում եմ։ Այո, ես պիտի քնեմ եւ պիտի արթնանամ, որովհետեւ վստահում եմ քեզ Տեր։ Ես խաղաղությամբ եւ հանգստությամբ իմ գլուխը դնում եմ բարձին եւ քնում եմ Տեր։ Եվ վստահ եմ Հայր, որ դու առավոտը ինձ պիտի արթնացնես։ Ես իմ գլուխը դնում եմ հանգիստ եւ վստահ եմ, որ առավոտյան որ իմ խնդիր չլինելու իմ կյանքի մեջ է։ Շնորհակալ եմ քեզանից Հայր, անգամ այն ամենը ինչ որ դուրս կգա իմ դեմ, դու պաշտպան ես, դու վահան ես ինձ համար, դու իմ ասպարն ես, դու իմ զրահն ես, դու ինձ ամբողջությամբ պաշտպանում ես Տեր, քո խոսքով եւ քո ճշմարտությունով Հայր, քո շնորհով եւ հավատով ով Աստված, զորացնում ես ինձ Տեր եւ բարձրացնում ես Հայր։ Շնորհակալ եմ քեզանից Տեր քո պաշտպանության համար Տեր։ Շնորհակալ եմ քեզանից քո ողորմության եւ քո օգնության համար։ Շնորհակալ եմ Տեր, որ դու մեր աչքից մեզ տածոց ես։ Շնորհակալություն քեզ Տեր։ Հավիտենական Աստված, հավիտենական Թագավոր, շնորհակալ եմ Տեր, որ դու մեզ օրհնում ես, որ դու մեզ առաջնորդում ես եւ դու չես տալիս, որ մեր ոտքն սառնով Աստված։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Ամեն փառքը եւ ամեն պատիվը բարձրացնում ենք քեզ, որովհետեւ դու Տեր ես եւ Սուրբ Աստված։